Սրանք անլուրջ էին համարում օրինակ impeachment-ի գործընթացը, բայց դրան զուգահեռ նրանք ջանքույն եռանք չխնայեցին, որ մի ինչ-որ փուչ գործ, որ 7 տարի ոչ քննվել է, ոչինչ չի արվել եւ այնտեղ նույնիսկ ոչ ուժող կողմ կա, ոչ մարդիկ կան, բայց նրան ուղղակի 3 օդանավականից կալանավորեցին, իսկ երբ որ օրինակ Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, որ նա քաղաքական կշիռ չունի եւ ինչու են այլ մարդկանց չի առաջադրվել, Դավիթ Համբարձումյանը ըստ իս շատ լավ ապացուցեց, թե ինչի համար է ընտրությունը կանգ առել նրա վրա, նա իր աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում եւ փաստացի կարող էր չվերադառնալ եւ իր հանգիստ կյանքը վայելել, բայց նա լինելով հայրենասեր, երբ վերադարձավ եւ շարունակում է իր պայքարը ու անկախ ամեն ինչից նա կգտնվի բանտում թե դուրս է, նա իր պայքարը ասեց, որ շարունակելու է եւ մենք նրա կողքին ենք եւ մենք impeachment-ի process-ը ամեն ինչ անելու ենք, որպեսզի հասցնենք իր տրամաբանական ավարտին։